Պեկինում կառավարության հյուրերի ընդունելությունների տանը մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հանդիպումը։ Հայաստանի տեսլականը կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է արտգործնող նախարար Վահան Կոստանյանը։ Նրա խոսքով կոմունիկացիաների բացումը հավասարապես կարևոր է թե մեր թե արևանների համար։ Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ մի շարք այլ պատգամավորներ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ ներկայացուցիչների պալատում։ Ազգային ժողովի պատգամավորները կոնգրեսականներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մանրամասները եւ Հայաստանի պատրաստակամությունն նոր առաջ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Կառավարությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ չհանդիսացող մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին որոշումը։ Ըստ այդմ առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետում, այդ թվում ցորեն, արևածաղկի սերմ եւ ձեթ։ Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ չափազանցրել է Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի մասշտաբները։ Խամենեի խոսքով իրականում վնասն աննշան է։ Ոսկե գնդակի հնկակի դափնեկիր Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիստիանո Ռոնալդուն երկարաձգել է պայմանագիրը Սաուդյան Արաբիայի Ալ Նասր ֆուտբոլային ակումբի հետ։ 40-ամյա հարձակվողը հանդես է գալիս Ալ Նասրում 2023 թվականի սկզբից։